Ըստ խնդրի պետք է պարզենք գոյություն ունի արդյոք այնպիսի բնական թիվ, որի գրառման մեջ լինեն միայն 3 և 5 թվանշանները հավասար քանակներով և որը բաժանվի և 3-ի և 5-ի։ Վերհիշենք բաժանելիության հայտանիշները, որպեսզի թիվը բաժանվի 5-ի, անհրաժեշտ է, որ այն ավարտվի կամ 0-ով կամ 5-ով, և քանի որ մեզ տրված են միայն 3 և 5 թվանշանները, ուրեմն մեր թիվը պետք է ավարտվի 5-ով, իսկ որպեսզի թիվը բաժանվի 3-ի, անհրաժեշտ է, որ նրա թվանշանների գումարը բաժանվի 3-ի։ Իսկ նույն քանակով 5-երից և 3-ներից բաղկացած թվի թվանշանների գումարը կարող ենք պատկերել այսպես. ինչ-որ քանակով 5-երի գումար, այնուհետև նույն քանակով 3-ների գումար, իսկ ընդհանուր գումարը, ինչպես արդեն պարզեցինք, պետք է բաժանվի 3-ի։ Դե 3-ների գումարի հետ կապված խնդիր չունենք, քանի որ ինչ քանակությամբ 3-ների գումարը էլ վերցնենք, միևնույն է, այն բաժանվելու է 3-ի։ Իսկ այ 5-երի գումարը անհրաժեշտ է վերցնել օրինակ 3 հատ, որպեսզի այն ևս բաժանվի 3-ի։ Կարող ենք կատարել նաև ստուգում։ 3 հատ 5-ի և 3 հատ 3-ի գումարը ստացվում է 24, որը ինչպես պլանավորել էինք, բաժանվում է 3-ի, հետևաբար առաջին պայմանը բավարարված է։ Իսկ որպեսզի բավարարված լինի նաև երկրորդ պայմանը, անհրաժեշտ է պարզապես թիվը կազմել այնպես, որ այն ավարտվի 5-ով, օրինակ այսպես. 3 3 3 5 5 5։ Փաստորեն պայմանին բավարարող թիվ գոյություն ունի։